Մենք խոսում ենք Արոնոֆսկի։ Բոլորը ճանաչվեք Դարեն Արոնոֆսկուն։ Շատերը կարող չեն ճանաչել։ Ինքը շատ հետաքրքիր ճամփա է անցել, շատ հետաքրքիր է սկսել իր կինոկարիերան ու ես վստահ եմ, որ եթե մենք բոլորս, ովքեր ուզում են կինոկարիերա սկսեն, հետևեն իր օրինակին, սկսեն իր ճամփեն ոնց սկսել է Դարեն Արոնոֆսկին, 100% կհասնեն նույն մակարդակին։ Նայ, դու խոսացիր առաջի դեբյուտային ֆիլմերից։ Այստեղ Դարեն Արոնոֆսկին մի հատ շատ հետաքրքիր ձևով է սկսել իր ամենաառաջի ֆիլմը Պին։ Ինքը նկարել է $50,000։ Ահա։ Այդ $50,000 ինքը հավեկալել է ընկերներից, բարեկամներից, պարտքերով, մարդը $100 հավաքել է։ Այդ ֆիլմի կաստ սպորը կազմել է $32 միլիոն։ Պատկերացնեք $50,000-ով 32 միլիոն։ Երբ որ Տարանտինոին հարցնում են ոնց է պետք նկարել լավ ֆիլմ, ինքը ասում է, երբ որ քո ամբողջ էությամբ դու սիրում ես կինոն, շատ ես սիրում ու անկեղծ ես սիրում, դու չես կարող վատ կինո նկարես։ Այո, ճիշտ չի ստացվի քո մոտ վատ կինո նկարել։ Դարեն Արոնոֆսկին չուներ նորմալ կամերա, ինքը նկարել է տուֆտա կամերայով, այո, բայց այդ տուֆտա կամերան մի ուրիշ տիպի ատմոսֆերա է տվել այն ֆիլմին, որի սցենարը, որի սյուժեն, որի պատմությունը այնց այդ դեպրեսիվնի ատմոսֆերայի մեջ էլ պետք է լիներ, որովհետև ինքը կառուցել է ատմոսֆերա, այլ ոչ թե հետևել է կամերայի պարամետրերին։